Պարոն Թևանյան, բավական ժամանակ անցավ այս քարոզարշավից, ինչպես եք դուք գնահատում եւ նաեւ մենք տեսանք, որ դուք հաղորդում ներկայացրեցիք, ընտրական process-ի մասով, որ ԿՊ-ն խախտում է, ինչ արձագանք եք ակնկալում։ Արձագանքը, եթե օրինական դաշտում լինի, բնականաբար քաղաքացիական պայմանագիրը պետք է հեռացվի ընտրարշավից, որովհետեւ խայտառակ խախտումներ են արել, վարչական ռեսուրս են կիրառել եւ օգտագործում են պետության հնարավորությունները իրենց քարոզարշավի համար։ Անկեղծ ասեմ, այդքան ռոմանտիկ չեմ, որ մտածեմ, որ ինչ-որ բան են անելու, բայց ամեն դեպքում մենք այդ իրավական գործիքը օգտագործում ենք, դիմել ենք ընտրական հանձնաժողովին, որպեսզի հեռացնեն քաղաքացիական պայմանագրին ընտրարշավից։ Իսկ ընդհանուր առմամբ իշխանությունները բավական ճղճիմ քայլերի է գնում։ Հիմա ես անկեղծ ասած մեզ բավական մեծ թվով մարդիկ են այստեղ դիմավորում, դողսում, այլ գյուղերում էլ էլի մարդիկ կան, որ դիմավորում են։ Հետո մենք իմանում ենք, որ նրանց ում տեսել են ուղիղ եթերի ժամանակ, նրանց ովքեր կադրերում են հայտնվել, եթե ինչ որ ձևով այս մարդկանց հետ ասենք համայնքային աշխատող են կամ դպրոցի աշխատող են կամ այլ հիմնարկների աշխատող են, որոնք պետության կամ համայնքի հետ կապ ունեն, այդ մարդկանց հետևից են ընկնում, մեկին աշխատանքից են հեռացնում, մեկին վախացնում են, մեկին ասում են բարեկամիտ կհեռացնենք, այսինքն այն բոլոր խոսակցությունները, որ իբր ժողովրդավարական, ժողովրդի իշխանություն եւ այլն, սրանք արդեն վաղուց իհարկե միշտ էին հեռացած եղել, բայց հիմա ավելի առարկայական մենք տեսնում ենք, թե ինչ ճղճիմ քայլերի են գնում։ Ես ասեմ, որ մինչև ընտրարշավն էլ իրենք մտան Դողս համայնք եւ Ծաղկունք համայնք, որովհետեւ մեր առաջին երկու համարները եղել են այդ համայնքների ղեկավարները եւ մենք ինֆորմացիա ունենք, որ սկսել են քրքրել, հոտոտել, ասենք 2001 կամ 2010 թվականին, ասենք ինչ են արել։ Պարզ է այդ մոտեցումը իրանց կողմից, բայց դա արդեն իրենց իրական դեմքի դրսևորում է։ Զարմանալի չէր մեր համար, ուղղակի մենք ասենք, որ այդ քաղաքական հետապնդումը, որ ամբողջ քաղաքական դաշտում կա, հիմա կոնկրետ Մայր Հայաստանի դեմել են ուղղել, եւ մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ճղճիմ հակաիրավական քայլեր նախապատրաստում են։ Պարոն Թևանյան, տեսեք, եկեղեցու շուրջ տեղ ունեցող գործընթացներին դուք անտարբեր չեք եւ արձագանքում եք, բարձրաձայնում եք, աջակցում եք, հետևելով իշխանական ռոպագանդային իրենց արձանագրած արդյունքներին, ինչ գնահատականներ կտակ։ Իշխանությունները փաստորեն մի քանի շաբաթ է գովազդում են այդ կեղծ պատարագը, բայց արդեն երկրորդ շաբաթն է, տապալում են, մարդիկ չեն գնում մասնակցել։ Այո, Նիկոլ Փաշինյանը օրինակ առաջին շաբաթը չգնացած Ալեն Սիմոնյանին, առողջապահության նախարարին տարավ, ծնկի բերեց իր հետ մի շարքում, բայց ժողովուրդը չի միանում։ Սա արդյոք հենց այն ուղերձն է, որ ժողովուրդը մերժում է այս մարդկանց եւ նաեւ Էջմիածնի ընտրություններում պիտի արձանագրվի այդ մերժումը։ Վարշապետի ընտրությունները ցույց կտան իհարկե այդ մոտեցումները, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը դրականորեն կարձագանքի մեր կոչերին։ Ինչ վերաբերում է իր քայլերին, ես արդեն քիչ առաջ, երբ որ խոսում էի գյուղացիների հետ, Դողսի, ասեցի նաև իրենց եւ ամբողջ ընտրարշավի ընթացքում մենք ներկայացնում ենք դա, որ փաստացի սա Փաշազադեի հրահանգն է, սա ադրբեջանա-թուրքական ծրագիր է, որի նպատակը հայ առաքելական եկեղեցին որպես համահայկական կառույց նաև կազմաքանդելն է, որովհետեւ տեսեք ինչ է ասում Փաշազադեն եւ ինչ են ասում ադրբեջանցիները։ Իրենք ասում են մենք Հայաստանի Հանրապետությունը կազմալուծելու ենք, արդեն ոնց որ պայմանավորվածություն ունենք։ Այդ որ ասում են 4-րդ հանրապետություն, դա Արևմտյան Ադրբեջանի պրոյեկտն է։ Եվ ասում են, քանի որ կազմալուծելու ենք ու կարող է դիմադրություն լինի, համահայկական դիմադրություն, դրա օջախներից մեկը կարող է դառնալ հայ առաքելական եկեղեցին։ Դրա համար այն գլխից մենք պետք է կազմաքանդենք, կազմալուծենք հայ առաքելական եկեղեցին, որպեսզի այդ դիմադրության հնարավոր հետագա այդ դիմադրության օջախները չլինեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բառից բուն իմաստով ադրբեջանական ծրագիր է իրականացնում, ոչ թե ինչ-որ ենթադրություն, այլ սա փաստ է ուղղակի, մարդիկ խոսում են այդ մասին, ու պատական չի, որ արդեն Ալիևը խոսում է Սևանա լճի մասին որպես ադրբեջանական, որովհետև ախորժակը ուտելիս բացվել է։ Իշխանություններն ասում են, որ դա ներքին լսարանի համար են անում։ Փաշինյանն ընդհանրապես հեռու գնաց, ասաց, որ այ ընդդիմադիրները Արցախի դրոշն են դրել, դրա համար էլ ինքը Սևանեն գյոյչա է ասում։ Տեսեք, փաստացի մենք ինչ արձանագրեցինք, որ Ալիևը Սևանի վրա հարձակվեց եւ ցույց տվեց իր նկրտունները, իսկ Հայաստանի իշխանություն կոչվածը ոչ թե Ալիևին հակադարձեց կամ ոչ թե ասեց, որ սա դեստրուկտիվ հայտարարություն է, այլ սկսեց փաստաբանություն անել Ալիևի համար եւ հարձակվել մեր դեմ, որ ինչու ենք մենք քննադատում Ալիևին։
Այսինքն իրենք ասացին սա ներքին դեսանի համար է, սա լրիվ ուրիշ պատճառով է եւ այլն, որովհետեւ պայթում է այն փուչիկը, որ իրենք փչել են օգոստոսի 8-ին, թե իբր արդեն խաղաղության են հասել, ինչ որ ուղիներ են բացել եւ տեխնոլոգիան նույնն է, եթե դուք նկատում եք։ Ժամանակին Ալիևը ասում էր, որ Արցախը ադրբեջանական է, հետո հոկտեմբերի 6-ին 22 թվականին Նիկոլն էլ դա ասեց եւ պատճառաբանեց, որ դե զատո միջանցքը չենք տալիս Սյունիքի, այսինքն հանձնենք Արցախը, որպեսզի պահենք միջանցքը։ Հիմա նույն տեխնոլոգիան գնում է, Ալիևը ասում է Սևանը ադրբեջանական է, եւ Նիկոլ Փաշինյանը հետագայում երևի կասի, որ դե որպեսզի Սևանը չտայինք, մենք տվեցինք Զանգեզուրի միջանցքը։ Լավ չի, ժողովուրդ ջան, տեսեք, մենք հաջողության հասանք։ Այսինքն այդ նույն տեխնոլոգիաները կիրառում են, դրա համար մենք պետք է զգոն լինենք եւ իմանանք, որ այս իշխանության պարագայում Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգված է եւ Մայր Հայաստանը որպես թիվ 1 գաղափարական ընդդիմախոս այս իշխանությանը, ընդդիմադիր, հակառակորդ, մենք կոչ ենք անում վաղարշապատի ընտրություններն էլ, որպեսզի մեր ժողովուրդը օգտագործի եւ սրանց քաղաքական ապտակ հասցնի։ Պարոն Թևանյան, ձեզ համար հասկանալի է, թե ինչու Ալիևը հենց հիմա սկսեց խոսել տարածքային պահանջների կամ նպատակների մասին, երբ որ օգոստոսի 8-ից հետո որոշակի ժամանակ ինքն էլ էր մտել այդ դերի մեջ, որ այո, խաղաղություն, չգիտեմ, առևտուր եւ այսպես։ Ալիևը ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Ալիևը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վերարտադրվել։ Ալիևը իրականում վեճ ունի նաև Էրդողանի հետ Հայաստանը գրավելու ժամանակացույցի հետ կապված։ Էրդողանը դատելով ամենից ասում է եկեք դանդաղ գրավենք Նիկոլ Փաշինյանի ձեռքերով, Ալիևը ասում է, որ ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կմնա եւ չեմ ուզում նրան օգնել, որպեսզի ինքը վերարտադրվի 26 թվականին, այդ խաղաղության թուղթ կոչվածը չեմ ուզում տալ, որպեսզի ինքը վերարտադրվի եւ դրա համար էլ հիմա այս պահին է այդ պահանջները դնում, ասում է հենց հիմա արա, որովհետեւ Ալիևը հայ ժողովրդի մասին, փաստորեն, լավ կարծիք է այն առումով, որ ասում է հայ ժողովուրդը չի կարող այս մարդուն հանդուրժել, որ ինքը 26-ին էլ վերարտադրվի։ Հետևաբար, եկեք մենք հիմիկվանից վերցնենք այն, ինչ հնարավոր է, եւ փորձենք արդեն հասկանալ, թե հաջորդ իշխանությունը ինչ է առաջարկելու մեր հետ բանակցություններում։ Սա է, այդ բանը փոխվել է հենց դրա մեջ է եւ ինքը հիմա սեղմում է, որպեսզի ստանա իր ուզածը, իսկ իր ուզածը Զանգեզուրի միջանցքն է, որը թղթով արդեն փաստացի հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա դրա գործնական փուլն է մտել, դրա համար Նիկոլ Փաշինյանը ասում է ինձ օգնեք վերարտադրվեմ, հետո ամեն ինչ կհանձնեմ, ոնց որ Արցախը արեց։ 21 թվին վերարտադրվեց խաբելով ժողովրդին, որ ինքնորոշման համար պայքարելու է, հետո հանձնեց Արցախը։ Հիմա էլ ասում է ես չեմ հանձնելու միջանցք, բայց իրականում պայմանավորված է, որ հանձնում են եւ օգոստոսի 8-ն էլ է դա ցույց տվել։ Ուղղակի Ադրբեջանը արդեն ասում է, ես չեմ հավատում, որ այս ապիկարը 26-ին հայ ժողովրդի կողմից դրական վերաբերմունքի կարժանանա, այսինքն նույնիսկ Ալիևը չի հավատում, որ Նիկոլը կվերարտադրվի, դա է պատճառը։ Եվ վերջում, պարոն Թևանյան, ձեր ուղերձը վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների։ Իմ ուղերձը այն է, որ առաջինը անպայման մասնակցել ընտրություններին, երկրորդը որևէ պարագայում քվեջ տալ քաղաքացիական պայմանագրին եւ նրան կցված թուրքական 5-րդ շարասանը, որը իդեմս Հանրապետություն կուսակցության է։ Սրանք թուրք-ադրբեջանական նախագիծ են ներկայացնում։ Եվ երրորդը քվեարկել ազգային ուժերի եւ մասնավորապես Մայր Հայաստանի օգտին եւ մենք կարողանանք նոր արշալույս բացել վաղարշապատի վրա։